Նրանք ամեն ինչ արեցին, որ մեր հասարակության մեծ մասը թոշակառուները հիվանդանան, որ հետո ապահովագրությունով առաջարկեն կաշառք ապահովագրություն։ Ես ձեզ ասեմ ավելին, նաև ամեն ինչ արել ենք, որ մարդիկ ծերանան։ Ասենք մարդը խոսքի 2018 թվականին եղել է 60 տարեկան, հիմա դարձել է 68 տարեկան։ Ամեն մարդ, ամեն տարի, 1 տարով ծերացել է մեր իշխանության օրոք, պատկերացնում եք։ Իսկ բանավեճին կգաք առաջի համարների թե ոչ։ Դժվար է բանավեճի։ Ինչու՞։ Բայց ավելի լավ չի այսքան իրար հետևից ինչ ասես ասելու փոխարեն իրար դեմ կանգնել լսել։ Ինձ դուրս չի գալ։ Լսեցիք։ Միակ ու անպարտելի տղամարդու կերպարով հանդես եկող Քոչարյանը էլի փախավ բանավեճից, փախավ վարչապետի հետ առերեսվելուց։ Ոնց 8 տարի փախել էր վարչապետի հետ հանդիպումներից, բանավեճերից ու առերեսվելուց, հիմա էլի փախավ։ Նախընտրելով սեղանի տակից գոռալ, որ տղամարդը ու իր խոսքի տերն է, բայց ընդամենը սատկած առուստ համբող է։ Նրանք ամեն ինչ արեցին, որ մեր հասարակության մեծ մասը թոշակառուները հիվանդանան, որ հետո ապահովագրությունով առաջարկեն կաշառք ապահովագրություն։ Ոչինչ չարեցին առողջությունը պահպանելու համար։ Եվս մեկ ապացույց, որ Քոչարյանը եւ Կալուգացի նույն տեղից են կառավարվում, բարձվում է նրանք ուտում են նույն չինական հալյուցինոգեն սնկերը։ Նրանք ամեն ինչ արեցին, որ մեր հասարակության մեծ մասը թոշակառուները հիվանդանան, որ հետո ապահովագրությունով առաջարկեն կաշառք ապահովագրություն։ Ասենք ինչքան պետք է մթագնած լինի միտքդ ուղեղը, որ նման արտահայտություններ անես։ Իրար հերթ չտալով Խաչատրյան Արթուրը, հիմա Գյուրեղյան Արմենուհին, այս ինչեր են դուրս տալիս։ Ասենք լուրջ։ Բերտավան Սաֆարյաններ կան։ Այս հասկացա, բայց ասեք Ժորժ ջան, բայց ասեք, թե չէ բանը Ռոբերտը, Գագիկը, Կալուգացին, պարզմա հայերեն տարերը չգիտեն։ Հայերեն տարերը չգիտեն, Սաֆարյան գրածա Սաֆարով կարդում են։ Տեղա գաղտնիքը։ Եվ հետևաբար Բերտավան բնակավայրում ընդամենը այդ թիվը պետք է, մարդիկ առերեսվեն այդ տվի հետ։ 2-3 տուն 1991 թվականից մինչև 2022 թիվը եւ 200-ից ավել տուն 2022-ից մինչև 2026 թիվը։ Եվ 2022-ից 2026 թիվը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին, ճիշտ է։ Բա ուր էր այդ փողերը մինչև 2018 թվականի հեղափոխությունը ուր էր։ Ուր էր։ Իրանց գրպաններ գնում։ Իրանց գրպաններ գնում։ Ես այդ փողերը իրանց գրպանից հանել եմ, ձեր գրպանն եմ մտցնում։ Այդ փողերը իրանց գրպանից հանել եմ, ձեր գրպանն եմ մտցնում։ Ու քանի որ իրանց գրպանը եւ ստամոքսը դատարկվել է, իրանք Սաֆարյան գրածը Սաֆարով են կարդում։ Իրանք Սաֆարյան գրածը Սաֆարով են կարդում։ Էսա ամբողջ ճշմարտությունը այս նախընտրական քարոզարշավի վերաբերյալ։ Եվ հարցերի հարցը հետևյալն է. դուք ինչ եք կարդալու։ Դուք ինչ եք կարդալու։ Առաջիկա ընտրություններում դուք գնալու եք եւ քվեաթերթիկները վերցնելու եք։ Եվ ինչ եք կարդալու այնտեղ գրած։ Սաֆարով եք կարդալու թե Սաֆարյան։ Սաֆարով եք կարդալու թե Սաֆարյան։ Բաբաև եք կարդալու թե Բաբայան եք կարդալու։ Բայց եմ ասում, ձեր գյուղում Սաֆարով Ինչ գովա թուրքի մասը։ Ասում է թուրքերը մտտեղ 300 ասում, գելուխը պատինա։ 300,000։ Գելուխը պատինա։ 300,000։ Գելուխը պատինա։ Emel atonere paket oldu. Her batoner paket oldu. Ağaçlar sepeleme. Ես պատերազմի եռագլուխ կուսակցության ասում եմ, այդ 3400 տան շահառուների մեջ ոնց որ ձեր ռեկլամներում եք ցույց տալիս։ Եկեք ցույց տվեք, թե ով է Սաֆարով ազգանունով մարդը։ Եկեք ցույց տվեք։ Մեր 500 մանկապարտեզները որ կառուցել ենք, եկեք ցույց տվեք ով է Սաֆարով ազգանունով երեխեն։ Բժշկական ապահովագրությունը որ արել ենք, եկեք ցույց տվեք ով է Սաֆարով ազգանունով շահառուն։ Եթե ցույց չտաք, դա ընդամենը հերթական ապացույցն է, որ դուք լրտես եք, որ դուք գործակալ եք, որ դուք ուզում եք այս գյուղերում մարդ չապրի, դուք ուզում եք այս գյուղերից մարդկանց հանեք, որ այս մարդկանց հողերում ցորեն ու պլանց հանեք, ոնց որ նախորդ շրջանում արել եք, էսա ձեր ուզածը։
Բայց որոշողը ժողովուրդն է, ժողովուրդ ջան։ Ես էլ եմ ասում, այն ինչ որ գրածա, այն ինչ որ ասվածա։ 2026 թվականի հունիսի 7-ին դուք պետք է այդ գրած տեքստը կարդաք։ Այդ գրած ազգանունը կարդաք։ Պետք է կամ Սաֆարյան կարդաք, կամ Սաֆարով կարդաք։ Դա ձեր իրավունքն է եւ ձեր ընտրությունն է։ Եվ ինչ էլ կարդաք, այն ստանալու եք։ Սաֆարյան կարդաք, ստանալու եք Սաֆարյան։ Սաֆարով կարդաք, ստանալու եք Սաֆարով, որովհետեւ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ձեզ մեզ ներքաշելու է պատերազմի մեջ։ Եվ մենք այդ պատերազմում մնալու ենք մենակ, ինչպես նախկինում ենք մնացել մենակ։ Մեզ դուխ են տալու, ասեն գնացեք Սասուն, հասեք Վան։ Եվ Վանի ու Սասունի ճանապարհին մենք եղբայրական գերեզմաններ ենք ունենալու միլիոնավոր ոսկորներով, ինչպես արդեն մի անգամ ունեցել ենք։ Մենք մեր պատմությունից պետք է դասեր քաղենք։ Այդ պատմությունը մեզ ասում է մի բան, որ քանի դեռ մենք թույլ ենք տալիս, որ մեզ ուրիշները օգտագործեն ուրիշների դեմ, օգտագործում են եւ դեն են շպրտում։ Այդ օգտագործման արդյունքում մենք ստանում ենք ցեղասպանություն։ Մեղրին տվողները մեզ մեղադրում էին Սյունիքը տալու մտադրության մեջ։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած թիմը, որ այս պատերազմի եռագլուխ կուսակցությունն է, հրապարակված է։ Գնացեք նայեք Մեղրի հանձնման տարբերակը։ Մեղրի հանձնման տարբերակը Ղարաբաղ ասելով Հայաստանի կեսն էին դրել սակարկության մեջ։ Եվ ես առերեսվել եմ այն փաստին, որ Ղարաբաղը ընդամենը դրված է որպես գայթակղություն Հայաստանը կորցնելու համար։ Այդ ոչ մի տեղ չտանող ճանապարհից, այո, ես Հայաստանը դուրս եմ բերել եւ պատերազմի փակուղուց Հայաստանը դառնում է խաղաղության խաչմերուկ, եւ սա իմ ամենամեծ ձեռքբերումն է։ Հիմա ես մեծ հաճույք եմ զգում նրանից, որ հիմա ոչ մեկ չի հիշում, թե ինչպիսին էր 2018 թվականին Բագրատաշեն Երևան ճանապարհի վիճակը։ 2018 թվականին ես որպես վարչապետ առաջին պաշտոնական այցը ունեցել եմ Վրաստան, Թբիլիսի, եւ այցի շրջանակներում գործարարների խումբ ինձ հետ հանդիպում խնդրեց, ես մեծ հաճույքով համաձայնվեցի եւ իրանք ինչ էին ուզում, իրանք ասում էին խնդրում ենք ճանապարհները կլինի կառուցեք, որովհետեւ մենք Վրաստանից տուրիստ ենք բերում, մեր ավտոբուսները մինչեւ հասնում են Երևան ջարդուփշուր են լինում։ Եվ այդ ժամանակվանից հիմա Երևանից Բագրատաշեն Երևան ճանապարհը գտնվում է լավ վիճակում, բայց դա նոր որակի ճանապարհը դա չի, ժողովուրդ։ Նոր որակի ճանապարհը Աշտարակ Գյումրի հյուսիս հարավն է։ Ես չգիտեմ ձեզանից ով է առիթ ունեցել այդ ճանապարհով գնալ, բայց նոր որակի ճանապարհ ասելով մենք այդ նկատի ունենք։ թվականին մենք խոստացել ենք, որ թալանը դադարեցնելու ենք եւ թալանվածը վերադարձնելու ենք։ 2018 թվականից մինչև 2026 թվականը էսպայի դրությամբ մենք պետական բյուջե լրացուցիչ 6.6 միլիարդ դոլար հարկային եկամուտ ենք ապահովել, 6.6 միլիարդ լրացուցիչ դոլար։ Այդ սրանք են գումարներն են, որոնք հեղափոխությունից առաջ հոսում էին ինչ-որ ձեզ հայտնի մարդկանց գրպանները։
Մենք այդ հանել ենք իրանց գրպաններից եւ ուղղում ենք քաղաքացիների գրպանները թոշակի տեսքով, առողջության ապահովագրության տեսքով, դպրոցների 300 դպրոց եւ 500 մանկապարտեզի ծրագրի տեսքով, ուսուցիչների ատեստավորման կամավոր ատեստավորման տեսքով, որտեղ մեր ուսուցիչները իրենց աշխատավարձը կրկնապատկելու հնարավորություն ունեն։ Մարդը տավուշցին Շպիտի գնա ուրիշի համար մանկապարտեզ կառուցի, որ ընդամենը ուրիշների համար դպրոց կառուցի, ուրիշների համար ճանապարհ կառուցի, իր երեխուն թողելով ցեխերի մեջ, թողելով քանդած մանկապարտեզների մեջ, որպեսզի կարենա ընդամենը տան հացի հարց լուծի։ Եկել է այն ժամանակը, որ այդ մարդը կառուցում է իր երեխու համար, ու չկա դրանից ավելի սիրուն բան այս աշխարհում, հասկանում եք, երբ որ մարդը կառուցում է իր երեխու ապագան, մարդը կառուցում է Հայաստանում իր երեխու ապագան։ Ու բայց հասկանում եք այդ ճանապարհները, այդ դպրոցները, մանկապարտեզները ու մնացած ամեն ինչը, ջրագծերը, որ մենք կառուցում ենք Հայաստանում իրար հետ, դա ամենամեծ բանը չի, որը մենք կառուցել ենք իրար հետ, ժողովուրդ ջան։ Մենք իրար հետ մի շատ ավելի մեծ, շատ ավելի ուժեղ, շատ ավելի կարևոր մի բան ենք կառուցել, ժողովուրդ։ Մենք իրար հետ կառուցել ենք խաղաղություն։ Դա դուք եք կառուցել, ձեր ձեռքերով եք կառուցել, ձեր քրտինքով եք կառուցել, մեր որդիների արյունով ենք կառուցել, բայց կառուցել ենք, ու կառուցել ենք էլի այս երեխեքի համար, հենց իրանց համար, հենց իրանց ապագայի համար, որ իրանք իրանց կյանքը կապեն Հայաստանի հետ, որ իրանք երբ որ այդ սիրուն դպրոցները գնան, սիրուն մանկապարտեզները գնան, միևնույն է այլ չմտածեն թշնամու կրակոցի մասին, չմտածեն մահվան մասին, այլ մտածեն մենակ կյանքի մասին, կյանքի մասին։ Հենց այս ենք մենք կառուցել իրար հետ։ Ու բայց ասում է կառուցել ենք, ֆունդամենտը գցել ենք, պատերը բարձրացրել ենք, ամեն ինչ արել ենք ու հիմա մնացել է մենակ կներեք օտարալեզու բառի համար, աբլիցովկենա մնացել անենք իրար հետ, ժողովուրդ ջան։ Էդ էլ հունիսի 7-ին պետք է անենք։ Հունիսի 7-ին իրար հետ պետք է անենք։ Հունիսի 7-ին պիտի գնանք ընտրատեղամաս, պիտի գնանք ընտրատեղամաս։ Վերցնենք 16 ամառի քվեաթերթիկը ու ասենք, որ մենք մեր երեխեքի ապագան, մեր երեխեքի խաղաղ կյանքի իրավունքը, մեր երեխեքի պայծառ ապագան, ոչ մի բանի հետ չենք փոխի։ 16 ամառի քվեաթերթիկը, դա մեր երեխեքի խաղաղ ապագան է, դա մեր երեխեքի պայծառ ապագան է, ու մենք դա ոչ մեկի չենք տալու։ 2026-ին քվեարկում ենք, 2026-ին քվեարկում ենք, 2026-ին քվեարկում ենք։ Շնորհակալ եմ։ Բայց որպեսզի ամբողջանա սրանց պատկերը, ինչպիսին են նրանք ու ինչ ձևով են արտահայտում ու մտածում բանակի մասին, ուրեմն մայիսի 21-ին Կալուգացու կուսակցության մի ներկայացուցիչ հանդես է գալիս տեսաուղերձով, որտեղ նաև դեմքը փակած դիմակավորված մի անձնավորություն պատմում է, որ ջերմուկում դիրք են զիջել։ Բնականաբար պաշտպանության նախարարությունը հերքումով է հանդես գալիս եւ դիմում են իրավապահներին գնահատական տան դրան։ 3 քննչական կոմիտեն պարզել է, բացահայտել է, որ սա սուտ մատնություն է, արդեն կամարդ ով խոստովանել է, որ ինքը խաբել է, ստել է, ըստ էության սուտ մատնություն է կատարել, բայց կարևորը այս ամեն ինչը կազմակերպել եւ բեմադրել են ուժեղ Հայաստան կոչվող կուսակցության ներկայացուցիչները, Սամվել Կարապետյանի մանկլավիկները։ Դուք Հայաստանի Հանրապետության սահմանին կանգնած զինվորի նկատմամբ տեղեկատվական դիվերսիա եք իրականացնում։ Դուք դիվերսանտ եք։ Ամոթ ու խայտառակություն ձեզ, ամոթ։ Ու սրանց նմանները, սիրելի ժողովուրդ, սրանց նմանները մեր քաղաքական կյանքում անելիք չունեն։ Սրանց տեղը քաղաքական անցյալն է։ Իրենց նոստալգիկ հիշողությունները, 80-ականների ողորմությունները սրանք էդ են։ Եվ իհարկե ակնկալիքս, որ հունիսի 7-ին կգնաք ընտրական տեղամասեր եւ կքվեարկեք խաղաղության օգտին։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Շնորհակալ եմ, սիրում եմ բոլորիդ։
Սամվել Կարապետյանը, Ուժեղ Հայաստան կուսակցություն իրեն հորջորջող քաղաքական միավորը, մի քանի դեմքերի բերանով խոսել է զորահանդեսի մասին։ Նրանցից մեկը ասում է, դե գիտեք, երբ որ մենք գանք իշխանության, իրականում պետք է ասել իշտահիտ քացաղ։ Որ իրենք գան իշխանության, սրանց նոստալգիան եմ ուզում ուղղակի ընկալեք, էլի։ Ասում է մենք մեր կապերի դաշնակիցների միջոցով էժան ու անվճար զենք կբերենք։ Սրանք ուզում են մեզ վերադարձնել 80-ականների իրանց ժանգոտած խճերկաթի դարաշրջան։ Ուրիշ կերպ չեն կարող մտածեն։ Մեզ ուզում են կանգնացնել նույն կոտրված տաշտակի առաջ։ Բայց ամենակարևորը, մեր միջազգային գործընկերներից մեկի հետ ամիսներ առաջ զրույցի ժամանակ այս նույն անվճար զենքի մասին նա հետևյալ արտահայտությունը արեց, որ դա ժանգոտ եւ անպիտան է։ Ржавая и никому не нужная։ Սա բնորոշումն է այն բարեգութ երկրի, ումից իրենք սպասում են այդ օգնությունն ու աջակցությունը։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ողորմության կարիք չունի։ Մենք ունենք պետություն, ունենք մեր քաղաքացիների հարկերի շնորհիվ ձևավորված բյուջե, որի արդյունքում ձևավորում ենք կարողություններ, որոնք պետք է պաշտպանեն մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու անձեռնամխելիությունը։ Պաշտպանության նախարարը նշեց, թե ասում է զորահանդեսից հետո Սերժ Սարգսյանը ասել է մեր բանակը որբ է։ Բանակը որբ էր քո ժամանակ, որովհետև մեր զինվորներին կերակրում էիք թերմացքով։ Մեր բանակը չուներ սպառազինություն, մեր բանակի սպառազինության 70-80%-ը ուրիշների դեն շպրտած սպառազինության թերմացքներն էին։ Իսկ այսօր բանակը սպառազինված է ժամանակակից, գերժամանակակից սպառազինությամբ։ Պարոն Ռուբինյանը իր խոսքում նշեց, թե բանակը ձեռք է բերել միլիոնավոր դոլարների զենք եւ զինամթերք, բայց ես ուզում եմ ճշգրտել, մեր բանակը միլիոնավոր դոլարների զենք եւ զինամթերք չի ձեռք բերել։ Մեր բանակը միլիարդավոր դոլարների զենք եւ սպառազինություն է ձեռք բերել։ Եվ նախորդ օրը Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զորահանդեսին մենք բոլորս տեսանք ոչ միայն օտարերկրյա արտադրության, այլ որ շատ կարևոր է Հայաստանի Հանրապետության արտադրության ժամանակակից եւ գերժամանակակից սպառազինություն, որը այսօր արտահանվում է զարգացած երկրներ։ Դեսը եւ ի՞նչ տպավորություններ ունեք։ Շատ լավ է, շատ ընտիր։ Եհա, անտիր։ Հավանել եք մեր նոր զինտեսակը։ Հա, շատ լավ է։ Զարմացա ես երեխեք ջան, իսկականից շատ ընտիր էր, մալադեց։ Իսկ ինչ է կարծում, բանակը շատ է փոխվել նախկինում եւ հիմա տարբերություն զգում եք։ Ինչա, բավարար չի փոխվել, բալամ։ Մեր երեխեք ասում են ժամանակ մենակ դավարից բացի բան չեն կերել։ Իսկ հիմա այնա քրոջս ծառը տարայում է, երեխեն շատ գոհ է։ Սիստյանը մա տարայում շատ գոհ է երեխեք սնունդից ամեն ինչից։ Հա, իրոք լավ է, էլի։ Նայել եք երեք զորահանդեսի, ինչ տպավորություններ ունեք։ Ես հեռուստացույցով եմ նայել, չեմ գնացել այնտեղ։ Իսկ ինչ տպավորություններ ունեք։ Շատ հզոր տպավորություն, շատ լավ տպավորություն։ Ես եթե ասեին այսքան Հայաստանը ուժ ունի, ես չէի հավատա։ Օրինակ ինչ է կարծում, բանակը շատ է փոխվել նախկինում եւ հիմա տարբերություն զգում եք։ Շատ է փոխվել։ Ես առաջին պատերազմին ես Ղարաբաղից եմ, Մարտակերտ գրած է։ Առաջին կռվին ես մասնակցել եմ։ Ահագին մեդալներ եմ ստացել կռվում, չնայած ընդամենը սերժանտի կոչում է եղել ինձ, որտեղ դպրոցի տնօրենն եմ եղել, պեչատը դրել եմ, ավտոմատը վերցրել գնացել։ Մեր ժամանակվա զենքերը մեկ էլ հիմիկանը իրար հետ չեն համարում։ Հիմա փոփոխությունը շատ է, չէ՞։ Շատ լավ է, շատ դրական, ես քանի որ ֆիզիկայի մասնագետ եմ, ես եմ որ տեսնում եմ, ես գիտեմ թե նրանց մեջ ինչ ուժ կա։ Մենակ թե լավ կառավարող լինի, մասնագետներ լինի։ Հիմա պետք է պատրաստել որ համապատասխան ձևով օգտագործեն։